Քանի երեխան ունեք? 5 5 Քանի տարեկան է մեծը? Մեծս 17 Բանակի գնալու, հա, հաջորդ տարի։ Այս տարի։ Լիանան փոքրն է, հա? Հա, Լիանս փոքրն է։ Որ տեսան ես Լիանը։ 5 Պատան կոզնով է անում։ Այն մենք ենք, մեծամասնությամբ մենք ենք, էլի։ Ամեն ինչն Որ տեսան դրոս կնում է ախիկը։ Հա, գիշերոտիկ, արտիկ գիշերոտիկ։ Արտիկ գիշերոտիկ դրոս կա։ Մենակ արտիկ էստեղ մեր գյուղում։ Արտակը արտիկի դրոս, իսկ մարկյուղի դրոս չես տալիս։ Դե պայմաններումս դժվարություններ չէի կարում սենք փողը գրկից բանային ուզում։ Դժվար չէ ախիկը գյուղի երեխա տանսով որ գիշերոտիկում մնում են հանգիստ, հա։ Հա դե շաբաթ կիրակի գալիս էին երկու շաբթի։ Այսինքն 3-ը, հիմա 3-ն է գիշերոտիկում։ Հիմի 2-ն է։ Այստեղ էս էլ ավարդ է Ագոպիքսը։ Հա, ավարտել է ոչ մի տեղ չի տվել, հա։ Չէ, էլ անջաս մեր գոյությունն է պաշտպանում, որ կարող որ տա։ Այսինքն քոլեջ, չէ, դες բաներ չեք տվել։ նույնիսկ ժամանակ էլ չկասենք, անջաս մենք մեզի օրվա հաց ենք հայտայտում։ Անդ ոնց է այսօր։ Լիաննա։ Լիաննա, դպրոցում լավ սովորում ես։ Այո։ Ինչ ես երազում դառնալ։ Բժշկուհի։ Բժշկուհի։ Կանոն ոնց է։ Հովանես։ Հովանես դու որ դասան ես։ 7 7-րդ դասան։ Ավարտեցիր ուր ես գնալու, ինչ մասնագիտություն ես ընտրել։ Չգիտես, չես որոշել։ Ինչ ես որոշել։ Այ քուրիկը ուզում է բժշկուհի դառնալ։ Դու ինչ ես որոշել։ Մանգավարժ։ Մանգավարժ, հա։ Բանակով է գնալու ցեզնից։ Հագոպս։ Հագոպ ջան, դու կայնան ես գնալու, հա։ Չէ, Աշնան ես, մի քանի ամսից բանակ ես գնալու, հա։ Այսպես, հա։ Դե մի սախպեները կօգնեն բաբային։ Ինչով ես կա։ Բայց լավ տղաներ են, ես տեսա այսօր նախիրը, հա, նախիրը բերեցին։ Ոշխարները։ Գյուղի ոշխարները եւ նախիրը իրանք են, հա, հիմնական այդ գործով է զբաղված։ Հա։ Բաբա, այստեղ տունը ձեռքերով ես, հա, կառուցել։ Հա, շատ դժվարությամբ։ Ասենք չկար ուրիշ էս տարբերակ ժեշտերով հավաքել, չէ, ոչ մի բան։ Իսկ տնագի Նման ծերել եմ, էլի։ Վագոն տնագի պես ես կառուցել, հա, չունեի շինանը, հա։ Չէ, ոչ մի բան չեմ ունեցել, նույնիսկ այս պատս սպիտակ հողով եմ ելել։ Հա։ Հա, քանդում Բայց եմ։ կարևորը դուք ձեր ձեռքով կառուցել եք։ Շատ դժվարությամբ։ Հիմա տես, մենք գիտենք Էդոն Սերկյուղից մեր լավ ընկերը ներկայացել էր ձեր ընտանիքի ծանր պայմանները, դուք բազմազավակ ընտանիք եք, հասկանում եմ, նպաստ ստանում եք, Հա, ստանում եմ։ բայց նպաստով դժվար է, Շատ առավես առանց կնոջ ընտանիքում դժվար է։ Մենք խնդրել ենք Էլվիս Մադատյանին, ինքը շատ բարի մարդ է Ամերիկայում, որոշակի օգնություն հագուս, սնունդ, չգիտեմ, տան, օջար եւ այլն, փոքր օգնություն բերել են։ Բայց մենք նորից կկապնվենք, ներկայացնենք, խնդրենք տեսնենք ինչով կարող են ձեզ օգնել։ Գիտենք, որ տանկույք չկա, այս պայմաններն է։ Իհարկե մենք հիմնականում անօթև ընտանիքներին, քաղաքի տնական ավաններում ապրող ընտանիքներին ենք օգնում, բայց բացառության կարգով նաև Սպանդայրյան գյուղը, չէ, նախկին Ղուրիջա, չէ։ Ղուրիջան գյուղում։ Հենց այս գյուղում եք ծնվել։ 100%։ Դե հիմա մենք խնդրենք տղաները մեզ կօգնեն մեքենայից կբերենք։ Espero